Ողջույն շատ սիրելի փոքրիկներ։ Եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է եւ ձեզ է ողջունում մուլտ աշխարհի ամենաբարի նկարիչ Քերի մուլտիկնիկը։ Ձեզ նաեւ ողջունում են մուլտ աշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամները։ Իմջալոց հիշում եք, Քերի մուլտիկնիկը արդեն հայտարարել է հետաքրքիր մեկամսյա մրցույթ, գուցեև եթե մի փոքր նամակները ուշ հասնեն 1.5 ամսյա մրցույթ խաղալիքների աշխարհ թեմայով։ Դուք նկարում եք Քերի մուլտիկնիկի սովորեցրած նկարները, խաղալիք նկարները, գուցեև պատրաստում եք ինչ-որ նյութերով խաղալիքներ, մեկ աշխատանք, կոլաժներ, գեղեցիկ շրջանակներով, որպեսզի այն գնահատվի մուլտ հերոսների կողմից եւ մեր լավագույն բարեկամի կողմից ստանաք մրցանակ խաղալիք։ Ունենք 4 մրցանակ, 2 նկարչուհու համար, 2 նկարիչի։ Դե դա պարզ կլինի ովքեր են հաղթողը, դա հետո հիմա ուզում եմ ընթերցենք սիրելի փոքրիկներ 2 նամանք ցուցադրենք մեր փոքրիկների աշխատանքները, հետո նոր անդրադառնանք մեր խաղալիք թեմայով, խաղալիքների աշխարհ թեմայով մուլտիպլիկացիոն կերպարին։ Կսովորենք նկարել։ Իսկ հիմա առաջին նամակը, քանի որ ձեր նամակները շատ են, ես էլ եմ փորձում տարբեր հաղորդումների ժամանակ ընթերցել այն եւ ցուցադրել։ Քաղաք Երևան, Արցախի փողոց, Մալխասյան, Նվարդ։ Նվարդի նամակը ընթերցելու ենք, հետո ցուցադրելու եմ աշխատանքները։ Տեսեք ինչ գեղեցիկ ծրարի մեջ է ուղարկել իր նամակը։ Բարև Քերի մուլտիկնիկ, ես Նվարդ եմ, սովորում եմ Վահան Տերյանի թիվ 60 դպրոցում։ Ես շատ եմ սիրում նկարել ձեզ հետ միասին։ Իմ խնդրանքն է, որ դուք նկարեք մուլտիպլիկացիոն տնակ։ Նվարդ Մալխասյան, 8 տարեկան։ Նվարդի առաջադրանքը կատարենք Քերի Արիկ։ Իմջալոց սիրելի փոքրիկներ, Քերի Արիկը ձեզ ողջունում է։ Մենք կնկարենք մուլտիպլիկացիոն տնակ, բայց մուլտիպլիկացիոն խաղալիք կենթանի տնակ։ Կլինի Քերի Արիկ։ Դե եթե կլինի, մենք մեր փոքրիկի առաջադրանքը քիչ հետո կկատարենք, ուզում եմ հիմա ցուցադրեմ նրա աշխատանքները, որը Քերի մուլտիկնիկին շատ է դուր եկել։ Մատիտ նկարիչը, կարանդաշը, ագրավ տատիկը, ճանճասպան չար հերոս սունկը, սա երևի Սպունգ Բոբն է, կարծում եմ, ծովահենի գլխարկով, ում եմ նմանեցնում, Սմեշարիկի ոզնուն, հա Քերի Արիկ, Շոքեննավ հայկական և մեր մայսյան բզեզը։ Շատ գեղեցիկ ես նկարում, փոքրիկս, Նվարդ ջան, քո աշխատանքը ուղարկում ենք կախարդական փոստարկղ, անցնենք մյուս նամակին, որից հետո նկարենք կախարդական տնակը Նվարդի խնդրանքով։ Տեսնենք փոքրիկը նամակ ունի, նամակը ընթերցենք, հետո նկարը կցուցադրենք, ունի, իհարկե ունի։ Ով է, որտեղից։ Սյունիքի մարզ, քաղաք Քաջարյան, Սեդա Կարենի Հովանեսյան, հա։ Բարև Քերի մուլտիկնիկ։ Ձեզ նորից գրում է Սեդա Հովանեսյանը քաղաք Քաջարանից, ապրես, որ նորից ես գրում։ Ես եւ իմ եղբայրը Ռոբերտը ձեզ ենք ուղարկում մեր նկարներից։ Խնդրում եմ նկարեք ձի, շնորհակալություն։ Ձի։ Կնկարենք, իհարկե, մեր հաղորդումներից մեկի ժամանակ անպայման Քերի մուլտիկնիկը խոստանում է, որ այդ հերոսին կանրադառնանք, բայց մի քանի փոքրիկների ցանկություններ թող առաջադրանքներ հավաքվեն, միանգամից կատարենք։ Սա մեր փոքրիկների աշխատանքներն են։ Բզեզն է Մայիսյան, քույրիկն ու եղբայրն են նկարել, Դեսպասի մուլտֆիլմի հերոսներն են և Գազարն ու ով կարմիր ինչ կարող է լինել։ Երևի ինչ-որ մի բանջարեղեն է։ Դա մանկական երևակայության մեջ կա Քերի Արիկ, մենք չենք հասկանա։ Եղավ, ուղարկում ենք որպես լավագույն աշխատանք կախարդական փոստարկղ և մեր փոքրիկի խնդրանքն ենք կատարում։ Այս վերնագրի ներքո խաղալիքների աշխարհ։ Մենք նկարում ենք մուլտիպլիկացիոն խաղալիքների աշխարհի տնագը զարմացած Նվարդի խնդրանքով։ Ինչ ենք անելու։ Սիրելի փոքրիկներ, նախ եւ առաջ ես ուզում եմ տնակի դիմային մասը նկարել, այսպիսի մի պատկեր, ուշադրություն։ Նկարեցիք, շատ լավ արեցիք, որ նկարեցիք։ Տանիքի շերտիկը, առաջին շերտիկը, երկրորդ շերտիկը, հետո կասեմ, թե ինչպես ենք շարունակելու երկրորդ շերտիկը։ Այստեղ երևի կղմին դրները կերևան, կետիկներով առաջ կգնանք, սիրելի փոքրիկներ, տանիքը կգծենք,
կնկարենք ծխնելուզը, այսպեսի մի պատկեր։ Կարող ենք աղյուսները առանձնացնել կամ չառանձնացնել, ինչպես ցանկանում եք։ Հասկանալի է։ Տանիքը կշարունակենք, զուգահեռ նաև կշարունակենք ներքևի մասը, կողային մասը և կողային պատը։ Սա տանիքն է ամբողջությամբ, սիրելի փոքրիկ բարեկամներ։ Տնակը, տանիքը շարունակում ենք ընդգծել ևս կղմինդրներ։ Դեսա կարմիրով կներկենք, հետո շերտաբաժանումի կանցնենք, այսպես։ Ներքևի շերտի կխնդրեմ, որպեսզի դուք էլ գծեք։ Ինչպես նրան տանք կենդանություն, որպեսզի դառնա խաղալիք է, նույնիսկ աչքերը ճպճպացնող, զարմացած խաղալիք է տնակ, մուլտիպլիկացիոն կամ։ Եթե ես այստեղ երկու հատ պատուհան նկարեմ, 1, 2, քերիարիկ, ինչ կասես, 1 դռնակ նկարեմ, այսպիսի մի դռնակ, նույնիսկ շերտիկով, որպեսզի կողի պատը երևա։ Մենք այստեղ էլ կողի պատը այնպես կանենք կերևա, բայց այս երկու պատուհանները քերիարիկ, եթե դառնան աչքեր, կիսալ լուսնաձև սևիկներ կանենք այս մասում, այսպես։ Երկու պատուհանները կդառնան աչքերը, իսկ դռնակը զարմացած բերանիկը։ Ինչ ասացիր։ Լավ է։ Ճանապարհ։ Այստեղ թփեր, գուցեև ծառեր։ Դե կողքից էլ կարող եք, սիրելի փոքրիկներ, ևս 1 պատուհան նկարել։ Թարթիչները չենք մոռանա, քանի որ այն բարի մուլտիպլիկացիոն խաղալիք է, կախարդական տնակ է, ունքերն էլ չենք մոռանա, սիրելի փոքրիկ բարեկամներ, ուղղակի պետք է գեղեցիկ մեր այս տնակ խաղալիք է տնակը ներկենք վերջացնենք, քերիարիկ։ Կղմինդրները ներկելու եմ կարմիր։ Համաձայն ես ինձ հետ քերիարիկ։ Դե եթե համաձայն ես, նախ եւ առաջ ուզում եմ ձախակողմյա մի փոքր երևացող կղմինդրները այսպես կարմիր ներկեմ, սպիտակ մասեր թողնելով, իհարկե։ Ընդգծում ենք ամբողջովին տանիքը, սիրելի փոքրիկներ, այսպես։ Ներքևի շերտիկը կթողնեք։ Հետո եթե կարողանում եք, շատ լավ կլինի, որպեսզի կղմինդրները այսպես ընդգծեք աղյուսի նման։ Հետո մենք վարդագույն մատիտով սպիտակ մասերը կներկենք, կերանգավորենք։ Այսպես։ Խնդրեմ, շատ լավ է, վարդագույն մատիտը վերցնում ենք, սպիտակ թողված հատվածները լցնում ենք վարդագույն մատիտով։ Այսպես, դեղին մատիտը մեզ օգնության կգա ինչի համար, որպեսզի տանիքի տակ գտնվող շերտիկը դեղին ներկենք։ Նույնիսկ այլ է պատուհանի փեղքերը ընդգծել։ Հետո վերցնելու ենք մանուշակագույնը, որպեսզի ձեր լույսը որ կողմից է, ձախակողմյա հատվածից, թե աջակողմյա, քերիարիկ, աջակողմյա։ Եթե աջակողմյա մասից է, ուրեմն մենք ծխնելուզի ձախակողմյա հատվածը պետք է ավելի մուգ ներկենք, քան ձախակողմյա հատվածը։ Հասկանալի է, դե ուրեմն արդեն լավ է։ Ուրեմն արդեն մենք լեզու ենք գտնում իրար հետ, սիրելի փոքրիկներ, տնակի խորքը պատուհանից ներս, ինչ գույնով պետք է ներկենք, ինչ գույնով քերիարիկ։ Տեսենք ներսի պատերը, ինչ գույն, որպեսզի խորությունն էլ հասկանանք, բաց կապույտ կներկենք, այսպես, պատերը, որը երևում է, նույնիսկ պատուհանները, որ աչքեր են դարձել, և կողային պատուհանը։ Հասկանալի է, քանի որ բաց կապույտը մեր ձեռքին է, մի փոքր էլ ամպիկներ կստանանք տանիքի մոտ։ Պատերը, սիրելի փոքրիկներ, դիմային պատը, որը ավելի ստվերոտ է, մենք նարնջագույն մատիտով ավելի լավ կաշխատենք նրա վրա, այսպես։
ավելի մուգ պատ կստանանք, իհարկե սպիտակ մասեր թողնելով, իսկ կողային մասը, արդեն կողային պատը, որը ավելի լուսավոր է, մենք նարնջագույն մատից ավելի քիչ կօգտագործենք, ուղղակի դեղին մատիտով շատ արագ կերանգավորենք, տեսեք, տնակը ունենք, մեզ մնում է պատերը, կներեք, կողային մասերը, այգին, անտառը չունենք, ծառեր ունենք, ուրեմն մուգ և բաց կանաչ մատիտներն է մեզ պետք, որպեսզի ծառը ընդգծենք, իհարկե, թփերը, մարգագետինը, սիրելի փոքրիկներ, որպեսզի հասկանանք, որ այն բնության մեջ է։ Ճանապարհը այլ գույնով կներկենք, բայց հետո։ Շագանակագույն մատիտով կամ սև մատիտով մենք միանգամից ծառը կընդգծենք, բաց կանաչ մատիտով սպիտակ թողված հատվածներն ենք ներկելու։ Շատ լավ է։ Այնուհետև ավելի բաց մանուշակագույն մատիտով ճանապարհը կընդգծենք։ Կամ մկնագույն, ինչպես ցանկանում եք, սիրելի փոքրիկներ, կանաչին օգնության կգա երանգավորելու դեղին մատիտը։ Մենք շատ արագ նկարեցինք, որպեսզի հասցնենք, սիրելի փոքրիկներ, ավարտին մեր նկարը։ Բայց կարծում եմ խաղալիքի տնակը մեզ մոտ ստացվեց։ Ուր է բաց կապույտ մատիտը։ Հիմա ամպիկներն ենք մենք երկինքն ենք բաց կապույտ ներկելու, ինչպես նաև մեր կախարդական խաղալիք տնակը սպիտակ թղթիկից կտրելու համար այսպես ամպիկներ կնկարենք։ Եթե կցանկանաք, նաև ծխնելուզից դուրս եկող չորցուխ էլ կնկարենք, եթե շատ ցանկանաք։ Վերջ, կերյարիք կեզ դուր եկավ, մեր խաղալիք հետ տնակը պատրաստ է։ Դուք նաև կարող եք սիրելի փոքրիկներ ստվարաթղթե տնակ պատրաստել որպես խաղալիք, այսպիսի ստվարաթղթից սոսինձով և այլն, տարբեր նյութերով խաղալիքներ պատրաստել և ուղարկել քերի մուլտիկնիկին։ Միակ լավագույն աշխատանքը, մեկ աշխատանք, որպեսզի ձեր աշխատանք մասնակցի մեր մրցույթին, գրում եք ձեր հայրիկի կամ մայրիկի հեռախոսահամարը, հաղթելու դեպքում անպայման մենք կզանգարենք ձեր ծնողներին, կզգուշացնենք, որ ձեր փոքրիկի աշխատանքը հաղթել է։ Եվ դուք, սիրելի փոքրիկս, կհայտնվեք քերի մուլտիկնիկի արվեստանոցում, կստանաք քերի մուլտիկնիկի և նրա լավագույն բարեկամի կողմից նվեր խաղալիք։ Իսկ հիմա ժամանակն է հրաժեշտի։ Ես մեր կենդանի տնակը խաղալիք ձեզ հրաժեշտ ենք տալիս, ինչպես նաև մեր լավագույն բարեկամները, ասում ենք ցտեսություն, մինչ նոր հանդիպում։ Մեր կախարդական խոսքը, այլ բուլտա։